ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում։ Մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում։ Ով կարողանում մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ։ Ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թևեր դնել, իսկ դիմացինին սատանա ներկայացնել։ Փետրվարին ՔՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձևավորվի։ Առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն։ Ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային հարաբերություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականում տեղ զբաղեցնի։ ՔՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շարից փորձանքից հեռու մնան։ Ի դեպ խմբակցությունը մեկուսացրել է падգամավոր Հայկ Սարգսյանին, գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված եւ թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը։ Իշխանական քարոզչամեքենան օրեր շարունակ լծված է մեր ձևով շարժումը վարկաբեկելու ծաղրելու գործին եւ հատկապես նրանց տնտեսական ծրագիրն են տարբեր ֆեյք էջերով քլնգում։ Երեք պարզվեց, որ ՔՊ-ն այնքան է հուզվել իրենց բնորոշման մանկապատանեկան հանդես կոչված այդ միջոցառումից, որ մանկապատանեկան խմբակի թելադրած օրակարգը քննարկում են նաեւ ԱԺ-ում։ Երեք կառավարության հետ հարցոպատասխանի ժամանակ ՔՊ դիջեյը Էդուարդ Աղաջանյանը հեգնեց Նարեկ Կարապետյանին առանց անունը նշելու Փաշինյանին հարցրեց. «Ինչու դուք անվճար չեք աշխատում որպես վարչապետ արդեն 8 տարի, երբ եք հրաժարվելու ձեր աշխատավարձից»։ Հիշեցնենք, Կարապետյանը հայտարարել է, որ իրենց վարչապետը սիմվոլիկ 1 դրամ աշխատավարձ է ստանալու։ Փաշինյանը հերթական պոպուլիստական պատասխանը տվեց. «Նրանք, որոնք առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ առաջ դրած։ Իր խնդիրը բյուջեից ստացած աշխատավարձով միլիարդատեր դառնալն է։ Վերջին շռայլ վարձատրությունը դրա մասին է վկայում»։ ՔՊ-ական падգամավոր առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեք հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց։ Թեև նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել։ Նախորդին падգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն դատապետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեք առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ գործընկերների պատմելով շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։ Ասացին, որ տևական ժամանակ խելքի չի եկել, դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ԱԺ կառավարություն հարցոպատասխանին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի պաշտոնում այս մի քանի ամիսը, մինչ խորհրդարանի արձակումը երեք անորոշ էր։ Չի բացառվում, որ տեղապահ նշանակվի Լուսինե Բադալյանը, որը երեք ողջունում էր Հունանյանի քայլը։ Օրերս տեղեկացանք, որ ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանի Ատելակելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ 10 տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը հետաձգվեց։ Մայրաթորը հայտարարեց, որ եպիսկոպոսատ ժողովը ժամանակավորապես հետաձգվում է պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրել, ընդհանուր վեհապարին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր։ Այդ օրերին գրեցինք նաև, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի Հայաստան մուտքը, Բագրատաշինից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել։ Երեք Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց չեղարկել եպիսկոպոսատ ժողովը։ Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգևորականների մեկնումը Հայաստանից։